Նախ որոշում կա խմբակցություն, ինչպես է քվեարկելու Հովիկ Աղազարյանի հետ կապ։ Միջնորդությունը նոր ենք լսում, հարգելի գործընկերներ, ընթացակարգերը այնպիսին են, որ դատախազը ներկայացնում է միջնորդություն, պատգամավորները ծանոթանում են միջնորդությանը, հիմա լսում ենք, հարցեր ենք տալիս նաև այն անձանց, ում վերաբերյալ միջնորդություն կա, խմբակցությունը այս ամեն ինչը ուրեմն լսելուց հետո իր հարցերի պատասխանները ստանալուց հետո կկայացնի որոշում, որը ոչ բնականաբար չկա, հարգելի գործընկերներ, ինչպես կարող է լինել որոշում քաղաքական թիմի կողմից տալ համաձայնություն զրկելու պատգամավորին անձեռնմխելիությունից այն դեպքում, երբ որ մենք հարցը ամբողջությամբ չենք ավարտել։ Հարցը կքննարկենք, ավարտենք, նոր խմբակցությունը կկայացնի որոշում։ Եվ որոշման մասին արդեն ըստ ընթացակարգերի փակ գաղտնի քվեարկության արդյունքներով կտեղեկանանք, ինչպես որ նախորդիվ է եղել Գագիկ Ծառուկյանի դեպքում, Սերյան Օհանյանի դեպքում, նույնը Տարոն Մարգարյանի դեպքում, նույնը ցանկացած միջնորդության դեպքում, անկախ թե ում վերաբերյալ է այդ միջնորդությունը ներկայացված։ Եվ պարոն Աղազարյան իր ելույթում մի քանի դետալներ առանձնացրեց, թե ինչու է իր հանդեպ քաղաքական, ինչպես ինքը բնութագրում, հետապնդում իրականացում, որ ինքը դեմ է եղել Հայկ Մարությանին եւ այդ մասին բարձրաձայնել է Եվրամիության հետ կապված կրկին դեմ է եղել անդամակցության։ Նաեւ ասաց, որ իշեցնելով անուն չնշեց, բայց բոլորս հասկացեն, որ Ալեն Սիմոնյանի հարցի հետ կապված, երբ որ ձերբակալվել է նա, ինքն է բարձրաձայնել այդ խնդիրը։ Այս ամենն արդյոք հիմք դարձել պարոն Հովհաննիսյան, որ Աղազարյանի հետ կապված նման քրեական նաև հետապնդում է, ինչպես ինքն է ասում, իրականացվում, քաղաքական կներեք, եթե հենց միայն Նիկոլ Փաշինյանի խոսքը չկատարել է։ Հովիկ Աղազարյանի ասածը անմտությունն է ուղղակի, որովհետև իր բերած դեպքերը տեղի ունեցել ընդհանուր մինչև 8-9 տարի առաջ եւ ծիծաղալի է ուղղակի այդ դեպքերը ուրեմն ներկայացնել որպես քաղաքական հետապնդման վերաբերյալ հիմք։ Ես կրկնում եմ, միջնորդության պատճառները, թե ինչու է միջնորդությունը ներկայացված, գրված է միջնորդության մեջ, որը հրապարակային փաստաթուղթ է, դուք մեր բոլոր քաղաքացիները կարող են ազգային ժողովի կայքում ծանոթանալ այն փաստաթղթին, որը դատախազն ընթերցեց, բոլոր մանրամասներով, բոլոր եւ սրանից դուրս միջնորդության մեջ գրված տեքստից դուրս այլ շարժառիթ որևէ հատկապես քաղաքական չկա եւ չի կարող լինել։ Դիմախոսներն ասում են ինչու հիմա Դիմախոսները ամեն ինչ ասում են, դիմախոսները չեք զգացել, ինչ գիտեն, խոսում են, ինչ ուզում խոսում են, հետեւաբար ընդդիմադիրներին արձագանքելը խորհրդարանական ընդդիմության մասին է խոսքը, Սերժի եւ Քոչյանի ժողովրդին ազգային ժողովում նստած արձագանքելն անիմաստ է, իրանք ինչ ուզում խոսում են, երբ ուզում խոսում են, առանց որևէ հիմնավորման, առանց որևէ մտքի։ Քաղաքական հետապնդում չկա։ Քաղաքական հետապնդում չկա եւ չի կարող լինել անկախ նրանից, թե ում անուն ազգանունն է գրված միջնորդության մեջ։